Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի հերթական զարգացումները մեզ ցույց են տալիս, որ գաղտնիքների բեռը վաղ թե ուշ ստիպում է հերոսներին կայացնել բարդ, բայց անհրաժեշտ որոշումներ։ Արշակը հասկանալով, որ ժամանակն այլևս իրենց դեմ է աշխատում, վերջապես որոշում է Արևիկին պատմել ողջ ճշմարտությունը։ Սակայն այստեղ միջամտում է Նորոն։ Երբ Արշակը զանգահարում է նրան խորհրդակցելու նպատակով, Նորոն, դրսևորելով մեծ պատասխանատվություն, խնդրում է, որ հենց ինքը հանդիպի Արևիկին եւ անձամբ խոսի նրա հետ։ Նորոն ընդգծում է, որ եթե Արշակն իրեն վստահում է, ապա ինքը մեծ ցանկություն ունի ամեն բան մանրակրկիտ եւ նրբորեն բացատրելու իրենց քրոջը։ Արշակը գնահատելով Նորոյի հասունությունը համաձայնում է եւ սկսում է նախապատրաստել Արևիկին, ասելով, որ Նորոն մոր Շուշանի մասին շատ կարևոր բան ունի ասելու։ Քիչ անց Մագդան ու Արևիկը գնում են Նորոյի հետ հանդիպման, որից հետո Մագդան նրբանկատորեն հեռանում է, թողնելով քրոջն ու եղբորը մենակ այս ճակատագրական զրույցի համար։ Մինչ դրսում վճռվում է Արևիկի հոգեբանական ճակատագիրը, Արշակի տանը նույնպես հետաքրքիր զրույց է ծավալվում։ Էդոն, ով արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, Արշակի հոգատար խնդրանքով ժամանակավորապես ապրում է նրանց տանը, որպեսզի գտնվի խնամքի տակ։ Նաև Մագդան քննարկում են Արևիկի հարցը։ Էդոն լավատես է եւ վստահեցնում է, որ Արևիկի համար խնդիր չի լինի ընդունել ճշմարտությունը։ Նա խելացի աղջիկ է, շուտ կհասկանա ամեն ինչ եւ ոչ wokից չի նեղանա։ Սակայն Մագդայի պատասխանը ստիպում է խորհել եւ կարծես մարգարեական է հնչում իր իսկ կյանքի համար։ Նա ասում է, որ եթե իրեն ամենամտերիմ մարդիկ ինչ-որ մեծ գաղտնիք իմանային ու դիտավորյալ թաքցնեին, ինքը խորապես կնեղանար ու կհիասթափվեր։ Այս խոսքերը լսելիս մենք հեռուստադիտողներս հասկանում ենք, թե ինչ ահռելի փոթորիկ է սպասվում, երբ Մագդան իմանա Լանայի եւ իր մայր ու դուստր լինելու թաքնված ճշմարտությունը։ Իսկ Նորոյի տանը վերջապես պայթում է Հասմիկի ստերի փուչիկը։ Էլիզի աչքերը վերջնականապես բացվում են, երբ նա իմանում է ճշմարտությունը Հասմիկի անտուն մնալու վերաբերյալ։ Պարզվում է, որ Հասմիկի տանտերը բնավ էլ չի վաճառել բնակարանը, եւ այդ ողջ պատմությունը հերթական լկտի սուտն էր նրանց տուն սողոսկելու համար։ Էլիզա հունից դուրս է գալիս եւ անմիջապես միանում է Նորոյի արդարացի պահանջին՝ վռնդել Հասմիկին իրենց տանից։ Հասմիկը նետում է իր վերջին թունավոր սլաքը։ Նա ագրեսիվ կերպով սպառնում է Էլիզին, խոստանալով, որ դաժան վրեժ է լուծելու եւ ոչ մի դեպքում չի խնայելու նրան։ Էլիզը մնում է շոկի մեջ, հասկանալով, թե ինչ վտանգավոր մարդու էր տարիներ շարունակ ընկերուհի համարում։ Հասմիկի հետ հարաբերությունները պարզելուց հետո Էլիզը որոշում է վերջակետ դնել նաև իր կյանքի մյուս մեծ ստին։ Նա հանդիպում է հորը Պապկենին եւ հանդես է գալիս շատ կտրուկ ու վճռական դիրքորոշմամբ։ Էլիզը պահանջ է դնում հոր առաջ, եթե նա իսկապես ապացույց ունի Արշակի հանցագործության եւ Շուշանի մահվան հետ կապված, ապա թող հենց հիմա անհապաղ ցույց տա դա ու ապացուցի իր խոսքերը։ Հակառակ դեպքում թող ընդմիշտ փակի այդ կեղտոտ թեման եւ այլևս երբեք չխոսի այդ մասին։ Պապկենը պարզապես զարմացած եւ անակնկալի եկած է կանգնում։ Նրան թվում էր, թե Էլիզն իր ամենահնասանդ խամաճիկն է եւ ինքը լիովին իրենով է արել աղջկան, բայց այժմ տեսնում է, որ իր զավակները վերջապես սկսում են մտածել իրենց գլխով եւ պահանջել փաստեր դատարկ բամբասանքների փոխարեն։ Սիրելի հետևորդներ, քանի որ մենք միասին ենք քննարկում այս բարդ իրավիճակները, ուզում եմ երկու շատ կարևոր հարց ուղղել ձեզ, որպեսզի կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում։ Առաջին հարցը. երբ այսքան ստերից ու արյունահեղությունից հետո Մագդան վերջապես իմանա, որ Լանան իր հարազատ մայրն է, իսկ Արշակն ու Նորոն այդքան ժամանակ լռել են, կկարողանա արդյոք նա ներել նրանց, թե վերջնականապես երես կթեքի բոլորից։ Եվ երկրորդ հարցը. Հասմիկը վերջապես հայտնվեց փողոցում, բայց հեռանալիս դաժան վրեժխնդրությամբ սպառնաց Էլիզին։ Ըստ ձեզ, իմանալով Հասմիկի վտանգավոր տեսակը, որը կլինի նրա հաջորդ հարվածը, արդյոք նա կփորձի վնասել նոր ապաքինվող Էդոյին, թե կմիանա Բաբկենի կեղտոտ խաղերին, կամ կթիրախավորի Էլիզի ամենաթույլ տեղը։ Անպայման գրեք ձեր մտքերը, մեզ միշտ հետաքրքիր է կարդալ ձեր վերլուծությունները այս զարգացումների վերաբերյալ։